Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը տեղեկացրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նիկոլ Փաշինյանին Գազայի խաղաղության խորհրդի որպես հիմնադիր անդամ միանալու հրավեր է ուղարկել։ Ըստ խոսնակի, Փաշինյանն ընդունել է առաջարկը վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը խաղաղության առաջմղմանը։ Նշենք, որ Թրամփը նման հրավեր է ուղարկել աշխարհի մի շարք պետությունների ղեկավարների, այդ թվում Ռուսաստանի և Բելարուսի ղեկավարներին։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում բարձր է գնահատել Ադրբեջանի կառավարության կողմից Հայաստան վառելիքի մատակարարումները։ Ըստ պետքարտուղարության, սա կարևոր քայլ է, որը ցույց է տալիս Բաքվի հանձնառությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը նախագահ Թրամփի կողմից առաջ մղած պատմական խաղաղության համաձայնագրին։ Զրուցակիցները կարևորել են TRIP-ի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքը։ Հունվարի 27-ը սահմանվեց որպես հիշատակի և խոնարհումի օր, այն ոչ աշխատանքային կլինի։ Խորհրդարանն ամբողջությամբ ընդունեց համապատասխան օրենսդրական նախաձեռնությունը 69 կողմ, 15 դեմ, 0 ձեռնպահ ձայներով։ Հեղինակներից Ռուբեն Ռուբինյանը երեկ հայտնել էր, որ նախագիծը ընդունվելուց հետո արագացրած կարգով կուղարկվի Հայաստանի նախագահի ստորագրմանը, որպեսզի այս հունվարի 27-ը ևս լինի ոչ աշխատանքային։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է Գրենլանդիայի հարցով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հեռախոսազրույցի մասին։ Նա նշել է, որ համաձայնել է տարբեր կողմերի հանդիպել Դավոսում։ Եվս մեկ անգամ ընդգծելով, որ Գրենլանդիան կարևոր է ազգային և համաշխարհային անվտանգության համար, Թրամփը հայտարարել է, որ հետադարձ չի կարող լինել։ Ըստ Թրամփի, ԱՄՆ-ն աշխարհի ամենահզոր երկիրն է, որը կարող է ապահովել խաղաղություն ամբողջ աշխարհում, և դա նրա խոսքով արվում է ուժի միջոցով։ Դանիան և Գրենլանդիան քննարկել են Գրենլանդիայում և Արկտիկայում ՆԱՏՕ-ի առաքելություն ունենալու հնարավորությունը, հայտնել է Դանիայի պաշտպանության նախարարը։ Ըստ Տրոլս Լունդ Պոլսենի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նույնպես սա ընդունել է ի գիտություն և հիմա ըստ էության հնարավոր է ստեղծել շրջանակ, թե ինչպես կարելի է դրան հասնել։ Մարկ Ռյուտեն իր հերթին հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն կշարունակի աշխատել Դանիայի և Գրենլանդիայի հետ Արկտիկայի տարածաշրջանում անվտանգության ամրապնդման ուղղությամբ։ Եվրոպական 8 երկրներ արդեն իսկ զինվորականներ են ուղարկել Դանիայի կազմի մեջ մտնող Գրենլանդիա արկտիկական դիմացկունություն զորավարժություններին մասնակցելու։ Ռուս-վրացական սահմանային վերին Լարս անցակետ տանող Ստեփանցմինդա Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, հայտնում է Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտը։ Սահմանին ներկայում շուրջ 2000 բեռնատար կա կուտակված, որից ավելի քան 200-ը հայկական։ Հայաստանի շրջանների մեծ մասում այսօր ձյուն կգա, լեռնային առանձին վայրերում սպասվում է բուք։ Օդի ջերմաստիճանը հունվարի 20-ից 22-ին, գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 7-ից 10 աստիճանով, հունվարի 23-ից 24-ին նույնքան կբարձրանա։ Մայրաքաղաքում ցերեկը սպասվում է 0-ից 2, գիշերը 8-ից 10 աստիճան ցուրտ։